Օրհնյալ մեր Տերը, այսօր էլ շնորհքն ու նրա ողորմությունը մեր կյանքի երևաց եւ Աստված մեզ այս վայրի մեջ իր հոգով հավաքեց, որպեսզի մենք քույրեր եղբայրներ սրտանց փառք տանք մեր Աստծուն, սրտանց փառավորենք նրան եւ ոչ միայն այս վայրի մեջ, նաեւ մեր սրտերի մեջ այսօր այդ պաշտամունքը տեղի լինի։ Դավիթ թագավոր ասում էր, ես ուրախ եղա, երբ որ ինձ ասացին, արի Տիրոջ տունը գնանք։ Եվ տեսնում ենք, որ Դավիթը ուրախությունը տեսել էր Տիրոջ տան մեջ լինելու, ինչ էր կատարվում Դավիթի հետ, երբ որ ինքը Տիրոջ տան մեջ էր, այս ուրախություն ասածը ոչ թե դրսի երևույթով ժպտալով էր այդ ուրախությունը, այլ այս ուրախությունը հոգով էր, որ նրա հոգին ցնծում էր եւ ուրախանում էր իր արարիչ Աստծով։ Եվ Երանի այսօր այս ուրախությունը ամեն մեկս այս ընթացքի մեջ կարողանանք վայելել, այս վայրի մեջ այս ուրախությունը ունենալով, որովհետև մեր արարիչ Աստվածը եկել է, որ ինձ ու քեզ ուրախություն պարգևի, սրտանց ասենք փառք քեզ Տեր Հիսուս։ Հակոբոս առաքյալը ուզում եմ Հակոբոս թղթի 4-րդ գլխից 8 համարից կարդանք մեզ համար, մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Այս նախադասության մեջ, երբ որ կարդում ենք, լսում ենք այս խոսքերը, սա առաջի հայացքից մեզ մեծ ուրախություն է բերում։ Ասում Աստծուն մոտեցեք եւ Աստված ինքը կմոտենա ձեզ։ Բայց այս լսելուց հարց առաջանում, որտեղ է Աստված եւ ինչպես ես կարող եմ նրան մոտենալ։ Շարունակության մեջ 9 համարում կամ 8-ի շարունակությունում ուրեմն ասում է սրբեցեք ձեր ձեռքերը ով մեղավորներ եւ ձեր սրտերը մաքրեցեք ով երկմիտներ տարապեցեք ու սուգ արեք եւ լացեք թող ձեր ծիծաղը թող սուգ դառնա եւ ձեր ուրախությունը տրտմություն խոնարհեցեք Տիրոջ առաջին եւ նա կբարձրացնի ձեզ։ Այսինքն տեսնում ենք, որ Աստծուն մոտենալու համար, որպեսզի Աստված իր ներկայությամբ գա, տեսեք ինչ ասում, ասում է, առաջի հերթին մարդը պիտի իր ձեռքերը ինչ անի, սրբի։ Սրբել ձեռքերը չի նշանակում լվացվել աղբյուրի մոտ, օճառներով, չգիտեմ, կամ ավելի սավրեմենի այս ժամանակակից, չգիտեմ, ինչ որ նյութերով, դրա մասին չի խոսքը։ Սրբել ձեռքերը, որովհետև Աստծուն մոտեցողը նաև Եբրայեցիս թղթի մեջ, երբ որ կարդում ենք, ասում է պիտի մոտենա ճշմարիտ սրտով, սրբել ձեռները, որ այն գործերը, որը որ հաճելի չի, այն գործերը, որը որ մաքուր չի եղել, միգուցե քեզ շահ են բերել այդ ձեռքերը, բայց Աստծու առաջին հաճելի չի եղել, սա կեղտոտ է համարվել, որովհետև Աստծուն մոտենալու համար պետք է դու ունենաս սուրբ ձեռքեր, մաքուր ձեռքեր, մաքրված ձեռքեր, հին կյանքից փոխված ձեռքեր, որպեսզի դու կարողանաս հանդիպել Աստծուն։ Իսկ մեղավոր մարդը գիտենք, որ իր ապրած կյանքով նրա կյանքը հաճելի չի Աստծուն, բայց որպեսզի Աստծուն ներկայությունը գա, առաջի հերթին մարդը պիտի, բայց սրա համար Աստված նախապայման է այսպես դրե, որպեսզի գնանք մենք այս սրբության ճանապարհով, գնանք այս մաքրության ճանապարհով, որպեսզի Աստծուն հաճելի լինենք եւ Աստծու ներկայությունը վայելենք, որպեսզի խոնարհվենք եւ Աստված ժամանակի ընթացքում մեզ բարձրացնի։ Ղուկաս ավետարանի մեջ, ուրեմն 4-րդ գլխի մեջ Հիսուսը այսպիսի խոսքեր էր ասում, Ղուկաս ավետարան 4-րդ գլուխ 16 համարից եմ ուզում կարդամ, եւ ասում է եկավ Նազարեթ, ուր որ մեծացել էր, իր սովորության պես շաբաթ օրը ժողովարանը մտավ ու կանգնեց եւ կարդաց Եսայի մարգարեի գիրքը, տվին նրան եւ երբ որ գիրքը բացեց, այնտեղը գտավ ուր գրված էր. Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար լոծեց ինձ, նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու եւ կույրերին տեսություն, խոցվածներին արձակելու ազատելով Տիրոջ ընդունելի տարին քարոզելու
եւ գիրքը փակեց ու տվեց պաշտոնյային։ Տիրոջ հոգին ինձ վրա է, այսպիսի խոսքեր ասավ մեր արարիչը։ Տիրոջ հոգին ինձ վրա է, եւ երբ որ Տիրոջ հոգին իջնում է, տեսնում ենք ինչ է կատարվում։ Առաջի հերթին Տիրոջ հոգին երբ որ գալիս է, այսպես ասում, նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու։ Տիրոջ հոգին բժշկում է, Տիրոջ հոգին ավետարանում է եւ հետաքրքիր է ավետարան ասած բառը շատ ժամանակ մենք ճիշտ չենք հասկանում ինչ է ավետարանել, ինչ է նշանակում։ Հովհաննես առաքյալը իր թղթի մեջ գրում ասում է մենք ինչ որ տեսանք եւ ինչ որ լսեցինք այն ենք ձեզ ավետարանում, այն ենք ձեզ տալիս, ինչ որ տեսել եւ ինչ որ լսում ենք, բայց երբ որ Հիսուսին են ասում էր ես ինչ որ տեսա հորը, ինչ որ անում էր հայրը, ես նա եմ անում, ինչ որ տեսել եմ հորից ես այն եմ անում, ավետարան նշանակում է Աստծուց տեսածը փոխանցել մարդուն հասանելի դարձնել, Աստծո խոսքը լսելի դարձնել մարդուն, որպեսզի մարդը ամեն կարգավիճակի մարդ լսելով հասկանա այս Աստծո խոսքերը եւ ընդունելի լինի, ընդունելի տարին լինի, որպեսզի մարդը բժշկություն գտնի, որպեսզի գերիները ազատություն ունենան, որպեսզի կապվածներին արձակվեն եւ սա ոչ միայն ֆիզիկական, ավելի շատ խոսում է հոգևոր կապվածության, մեղքի կապվածություններից, որ մարդիկ տարիներով մեղքին գերի են գնացել եւ ամեն բան արել են, ամեն ուժ ձեռնարկում են, բայց իրանք այդ ուժը չունեն, այդ հաղթությունը չունեն, որպեսզի ազատագրվեն եւ նաեւ այսպիսի համար կա եւ տեսնում ենք որ ասում է երբ որ մարդը մահացու մեղք է գործում, ասում է մահացու մեղք գործողի համար էլ ինչ միանի, աղոթք միանի, հետաքրքիր է այդ որ մեղքն է մահացու, մենք ասենք բոլոր մեղքերն էլ մահվան են տանում, որովհետեւ մեղքի վարձքը մահն է, բայց այն մեղքը, որը որ մարդը սիրում է եւ չի ուզում ազատագրվի, այս մեղքը մարդուն տանում է դեպի մահվան, այսինքն դու ոչ մի ջանք չես անում, շատ է եղել, երբ որ մարդկանց հետ զրուցում ենք, խոսում ենք, նույնիսկ օրինակ այս վերջերս մի ազնվորություն կար, խոսում ենք, դե ասում է, գիտես, ուզում եմ ծխելս թարգեմ, ասում եմ եւ հետո, դե ասում է չեմ կարող, ասում եմ, բայց ինչ ես արել, որ չես կարողանում, լավ օրինակ, ինչ գործողություն ես արել, ուզեցել ես թարգե ու չի ստացվել, դու ասում է ոչ մի բան, այսինքն մտքով մենակ մտածում ենք, Տեր Աստված մեզ այս բանից ազատագրի, բայց մենք ոչ մի բան չանենք, ինչ եք մտածում, Աստված մեր փոխարեն կանի այս գործողությունը, թե չի անե, իհարկե չի եղնի, չի ստացվի սա մեր կյանքի մեջ, բայց եթե կա ցանկություն ազատագրվելու, եթե կա ջանք, եթե եռանդ ես դնում, ամեն միջոց փորձում ես, չես խնայում, նույնիսկ քեզ տանջելով փորձում ես, գերությունից դուրս գալու ժողովուրդ ջան, մենք գիտենք ցավոք սրտի, այս պատերազմի մեջ մենք նաև ունեցանք շատ գերիներ, ինչ եք մտածում ես գերիներին հաճելի էր հայտնվել մի վայրի մեջ, որտեղ որ թելադրում են ինչ պիտի անես եւ դու քո կամքի ազատությունը չունես, հաճելի էր ես գերիներին, չէ ժողովուրդ ջան, նրանց միտքն ու նպատակը մի րոպե, մի վայրկյան շուտին չանեն, այդ վայրից դուրս գան, ամեն ջանք փորձում են, իրանց ֆիզիկապես տրամադրում են եւ այդ հույսը ունեն իրանց մեջ, որ գալու է մի օր, որ իրանք ազատագրվելու են այդ կապանքներից, այդ արգելքները, մի օր բացվելու է այս բանտի դռները եւ մարդիկ ազատության են գնալու։ Այսօր Տիրոջ հոգին եկել է, որ կապվածներին ազատություն արձակելու ժողովուրդ ջան։ Եկեք նայենք ամեն մեկս մեր ներսը, կտեսնենք ինչքան թաքուն ծածկված բաներ ունենք։ Աստված եկել է այսօր մեզ դրանից ազատագրելու, բայց դու ջանք արա, բայց դու եռանդը դիր, բայց դու այսպես մենակ մի նստի, մի հարմարվի այդ վիճակին, համաձայնությունը տուր, ցանկությունը տուր, որպեսզի Աստծո հոգին գործի եւ դու ազատագրվես դրանից, որովհետեւ մենակ այսպես նստելով ոչինչ չի ստացվի։ Այս օրինակը ասել եմ, բայց եւս մեկ անգամ եմ ուզում ասեմ, մի անգամ այսպես ուրեմն մի ազնվորություն պատուհանից նայում է եւ տեսնում է մի հատ մարդ է գնում եւ իր
տան ցանկապատը այսպես վերանգ է, կոտրել այս փետերը ու վերանգ է։ Եվ այս ազնվորությունը այս մարդուն դիմում անունով ասում է, այս մեր ցանկապատը ինչ կլինի, դզի էլի։ Այս մարդն ասես նայում է ու ինչ անեմ, թողնում անցակենամ։ Մի քանի անգամ այսպես մարդկանց ասելով ոչինչ չի ստացում, բայց մի օր որոշում է, որ ինքը իր ուժերով այս ցանկապատը բարձրացնի։ Եվ գալիս է այսպես փորձում է, բայց ուժը հերիք չի անում։ Այդ ժամանակ մի հատ անծանոթ հանձնելուց լինում։ Եվ այս մարդը տեսնում է, որ տանջվում է այս մարդը, բայց ֆիզիկականը հերիք չի անում, գալիս եւ ինչ անեմ, օգնում է եւ երկուսով այս պարիսպը ինչ են անում, բարձրացնում են։ Եմի ժողովուրդ ջան, Աստված ուզում է մեզ օգնի, բայց օգնելու համար մենք պիտի այդ ցանկությունը, այդ համաձայնությունը տանք, որպեսզի Աստված գործի մեր կյանքի մեջ։ Եվ եկեք այս հնարավորությունը այսօր մենք մեր ձեռքից բաց չթողնենք։ Եթե կա այդ իմաստության պակասը, Աստված ասում է խնդրեցեք այդ իմաստությունը եւ նա կտրվի ձեզ։ Եվ տեսեք ինչա մեզ հարկավոր, որպեսզի այդ խոսքը ունենանք մեր կյանքի մեջ առակած առաջի գլխի մեջ շատ հետաքրքիր այսպես խոսքեր ասվում, ուզում եմ կարդամ այդ տեղը առակած առաջի գլուխ 9 համարից ասում է, որովհետև դրանք շնորհքի պսակ են քո գլխին եւ մանյակներ են քո պարանոցին։ Երբ որ Աստծո խոսքը դարձել է քո կյանքը, երբ որ դու շարժվում ես Աստծո խոսքով, երբ որ տեղի ես տալիս, որ Աստված գա քո կյանքի մեջ, դրանք շնորհքի պսակ են քո գլխին եւ քո պարանոցի համար մանյակներ են։ Այսինքն Աստծո խոսքը այստեղ նկարագրում է ինչքան զորություն ունի, երբ որ դու տկարության մեջ գալիս է այս փորձությունը, դու ուժ ես առնում, քեզ համար սա զորություն է դառնում եւ կարողանում ես ամեն դժվարությունները անցկացնես եւ ուժ ես ստանում այս ամեն մեղքերի վրա հաղթություն ունենալու։ Պողոս առաքյալը գրում ասում է, բայց ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Միգուցե այսօր նայում ես քո ուժերը բավական չի, քո ուժը հերիք չի հաղթահարելու, դիմադրելու, դիմակայելու, բայց Աստված այդ հնարավորությունը սիրելի քույրս ու եղբայրս տվել է հաղթահարելու, այդ զորությունը մերը չի, այդ զորությունը Քրիստոսինն է, օրհնյալ է իր անունը, եւ այսօր էլ Աստված այդ հոգու զորությունով եկել է մաքրելու ու ազատագրելու, որպեսզի մեր ուժը զորացնի, կարողանանք հաղթություն ունենանք։ Նաև ուզում եմ Հակոբոս առաքյալի առաջի գլխից կարդամ, ասում է բոլորովին ուրախություն համարեցեք եղբայրներս, երբ որ կերպ փորձությունների մեջ ընկնեք։ Այսինքն առաջի հայացքից ինչ ենք տեսնում, որ ասում է փորձությունների մեջ ընկնելը, սա ինչ համարենք ուրախություն, հետաքրքիր է փորձության մեջ, ինչ ուրախություն կա, ինչից է գալիս այս ուրախությունը, ինչից է առաջանում այս ուրախությունը փորձությունների ժամանակ։ Տեսնում ենք, որ այստեղ պետք է որպեսզի ամեն մարդու հավատքը փորձության ժամանակ ապացուցվի, որպեսզի ամեն հավատացողը, որ ասում է հավատում եմ, պիտի իր հավատքը ապացուցի փորձության ժամանակ, որքանով է ինքը վստահում է ասում, որքանով է վստահել այս խոսքին։ Երբ որ գալիս է դժվարություն, նեղություն, մարդը իր հավատքը սկսում է գործադրել, չի նայում ֆիզիկական երևույթին, այլ վստահում է Տիրոջ խոսքին։ Դրա համար էլ երբ որ կարդում ենք Ծննդոցի մեջ ասում է Աբրահամը հավատքով անտեսանելին ինչ արեց, տեսավ։ Ինչպես կարելի է անտեսանելին տեսնել հավատքի միջոցով։ Այ երբ որ նեղության դժվարության մեջ հավատքը մարդու ապացուցվում է, որ նա վստահություն է ունենում, երբ որ գալիս է նույնիսկ պարագան, որ պիտի Իսահակին զոհեր, Աբրահամը հավատքով շարժվեց չնայած երևույթին, նա հավատաց թեև Իսահակը մեռնի էլ,
Աստված նրան մեռելներից պիտի հարություն առնի, օրհնյալ է մեր Տերը ժողովուրդ ջան։ Այս խոսքերը կյանք տվեցին Աբրահամին եւ նրա հավատքը կենթանացավ եւ նա ուժ առավ իր մեջ, զորություն առավ, համաձայնություն տվեց իր միածին որդին զոհելու։ Ապացուցեց նա իր հավատքի չափը եւ ամեն փորձության մեջ ընկնելով սա ուրախություն է բերում մեր հավատքի չափը ապացուցելու համար եւ երբ որ ընկնեք ասма գիտենալով որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում այսինքն այս ամենը Աստված տալիս է մեզ ինչ որ բանից ազատագրելու համար մեզ ինչ որ բանից մաքրելու համար ամեն մեկս ունենք տարբեր խնդիրներ մեկը համբերություն չունի մեկը շուտ է բորբոքվում այն մեկը նեղվում է այն մեկը վիրավորվում է վրաս բայց այս բաները թույլ է տալիս որ մենք հավատքով մոտենանք Աստծուն մոտեցեք եւ նա կմոտենա ձեզ իսկ Աստծու մեջ ժողովուրդ ջան այսպիսի բաներ չկա նեղանալ չգիտեմ վիրավորվել շփոթվել Աստծու հոգին գալիս է որպեսզի մարդուն այս վիճակից մաքրի եւ ազատագրի եւ սրա համար սա ուրախությունը համարեցեք որովհետեւ ձեր հավատքը դրվել է փորձության մեջ հավատացեք Աստծուն վստահեք այդ խոսքին եւ այս վստահությամբ այս հույսը ունենալով ձեր մեջ առաջ գնացեք որպեսզի ձեր հավատքը Աստծո առաջին հաճելի հավատք եղնի կենթանի հավատք լինի իսկ տեսնում ենք մեր կյանքը լի է բազում փորձություններով մանավանդ այս վերջի շրջանների մեջ ինչքան որ թիվը փոխվում է այնքան տեսնում ենք որ ժամանակները ավելի չար են բայց չար ժամանակների նույնիսկ չար ժամանակների մեջ մեր հավատքը թող չպակասի եղբայրներ քույրեր մեր հավատքը թող զորանա մեր հավատքը լցվի որ թերի չմնա որ մեր հավատքը թերի չմնա ավետարանի մեջ հավատքի այսպես երկու չափ ասում մեկը թերի հավատքա մեկը լեցուն հավատքա թող այս չար ժամանակների մեջ մեր հավատքը թերի չեղնի ժողովուրդ ջան թող լեցուն հավատք ունենանք որպեսզի կարողանանք տեղ հասնենք եւ այս խոսքերը թող մեր սրտերին դեղ ու դարման լինի Աստծո խոսքը մեր սրտերին մխիթարություն լինի զորացնի մեր հոգիները զորանան մեր սրտերը եւ ամեն նեղության ու դժվարության մեջ էլ սա ուրախությունով կարողանանք տանել եւ համարեք ամեն մի դժվարության մեջ որ մեր հավատքի չափը մեր հավատքը փորձության է դրված Աստծո առաջին եւ տեսնում եք շատ մեր քույր եղբայրներ պահեցին իրենց հավատքը գրված ասում է շատերը արյուստերի բաժին դառան շատերը կենթանի այսպես այրվեցին շատերին խաչեցին նույնիսկ ոմանք գլխիվայր խաչվեցին բայց հավատքը պահեցին մինչև վերջ հավատարիմ մնացին եւ մեր հավատքի չափը մեր հավատարմությունը մինչև վերջ հավատարիմ մնալու մեջ ապացուցում է այդ խոսքերի կարողությունն ու զորությունը եւ այս համարն էլ կարդամ որից հետո աղոտ կանենք որովհետև ինչքան որ մեր հավատքը զորանում է ժողովուրդ ջան այնքան Աստծո խոսքը Քրիստոսը բարձրանում է մեր կյանքի մեջ եւ դրա համար մեզ պետք է մենք խոնարհվենք Աստված մեր մեջ բարձրանա որովհետև մարդկային ուժերով մենք ոչինչ անել չենք կարող բայց Քրիստոսի զորությունով մենք ամեն արգելքներ կարող ենք հաղթահարել իսկ հայտնության 3:10-ում ասում է իմ համբերության խոսքը պահեցիր ես էլ քեզ եմ պահելու բոլոր փորձությունների ժամանակ որ գալու է այս երկրի երեսին բոլոր բնակիչներին փորձելու համար այսինքն ամեն փորձության մեջ եթե մարդը ունի հավատք եւ պահում է այդ հավատքը հավատարմությունով եւ որոշել է միջև մահ հավատարիմ մնա Աստծո խոսքը ամեն ժամանակ պահելու է թող Աստված փառավորվի կանգնենք եւ մեր սրտի գոհությունը բերենք մեր արարիչ Աստծուն հալելույա Փառք Տեր ջան հալելույա հալելույա